պաշտոնապես գեթ 1 հոդված մեր հանրությանը չի տրամադրվել։ Չի իրազեկվել, ինչ են ուզում փոխել։ Որ մենք հասկանանք ինչ են իրանք փոխում։ Անկախության հռչակագիրը վեր սահմանադրական փաստաթուղթ է, ոչ մեկ չի կարա անկախության հռչակագրին կպնի, որտեղ ինքը անձեռնմխելի է։ Ու դրա մասին նաև խոսած արդարադատության նախարարը։ Երբ որ օրենսդիր իշխանությունը պետքա վերահսկի գործադիր իշխանությանը, օրենսդիր իշխանությունը դարձել է գործադիր իշխանության կամակատարի։ Պարլամենտական կառավարման մոդելը ինչքանով է նպատակահարմար, որ այդտենց մի ուժ չգալով իշխանության մի ամբողջ երկրի ղեկը չվրցնի իր ձեռքը ու ինչ ուզի անի։ Փաշինյանի խնդիրը հոգևոր հայրերի հետ չէ, վեհապար հոր հետ չէ։ Նիկոլ Փաշինյանը հարվածում է եկեղեցուն։ Եվ անկախության հռչակագրի 18-րդ կետի մասին ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի։ Փաշինյանը իր հայտարարություններից մեկում ասում է դա կոնֆլիկտածին փաստաթուղթ է։ Երկրի ղեկավարի կողմից երկրի ծննդյան վկայականին տենց անվանարկում տալը դա արդեն ըստ էության անթույլատրելիության հերթական սահմանագծի հատում է։ Հարգելի հեռուստադիտողներ, ողջունում եմ ձեզ։ Այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք սահմանադրագետ, Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանին, բարև ձեզ Տիկին Մելոյան, շատ ուրախ ենք, որ հյուրընկալել եք մեզ։ Այսօր կքննարկենք սահմանադրության վերջին փոփոխությունները, որոնք ի հայտ եկան, իշխանության լրատվական տակ հայտնվեցին, այսպես ասած, արդեն փոփոխված սահմանադրության օրինակները, փորձենք հասկանանք, թե ինչ փոփոխություններ են իշխանությունը արել այս վերջին սահմանադրության մեջ եւ ինչու են այդ փոփոխությունները արել։ Բարև ձեզ, նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Մինչև այդ նախագծին անդրադառնալը ես կցանկանայի մեր լսարանին մի փոքր նախաբանը, նախապատմությունը ներկայացնենք։ Տեսեք, ինչ այս քաղաքական ուժը 2018 թվականից ի վեր եկել է իշխանության, իրենց օրակարգում եղել են սահմանադրական փոփոխությունները։ Այստեղ շատ ուշագրավ է, որ մենք այսօր ունենք 2015 թվականին ընդունված սահմանադրական փոփոխությունների տեքստը, որը արդեն ուժի մեջ մտած մեր սահմանադրությունն է, մեր հիմնական տեսեք, սահմանադրությունը կա օրենսդրական հիերարխիա, բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող փաստաթուղթն է ու մեր ողջ օրենսդրությունը խարսխվում է սահմանադրության հիման վրա։ Նախկին պատգամավոր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը բավականին քննադատում էր այս սահմանադրությունը ու փոփոխությունները ու հատկապես քննադատում էր, որ կառավարման ձև է փոխվում, խորհրդարանական կառավարման ձև։ Իշխանավոր Նիկոլ Փաշինյանը վարչապետ։ Շատ գոհ է այդ կառավարման։ ասեց, մենք սահմանադրական փոփոխություններ ենք անում, բայց մենք խորհրդարանական կառավարման ձևից չենք հրաժարվելու։ Հիմա այստեղ երկրորդ խնդիրը։ Իրենք այս 8 տարվա մեջ, պատկերացրեք 8 տարի է, խոսում են սահմանադրական փոփոխությունից։ Ունեցել են արդեն երկու մասնագիտական հանձնաժողովներ սահմանադրական սահմանադրական բարեփոխումների խորհուրդ, առաջինը, եթե չեմ սխալվում, հետպատերազմյան շրջանում կազմալուծվեց, որովհետև իրավաբան գիտնականները դրա կազմից դուրս եկան, ու երկրորդը դեռ գործում է, դրանից հետո որ կազմվեց։ Այստեղ ուրիշ նյուանս եմ բերում։ Կա վարչապետի որոշում, որը իրավական ակտ է, որի հիման վրա այս երկու հանձնաժողովները կազմավորվել են, գործել են, եղել է ժամկետներ, որ պայմանական 2024 թվին պետք է սահմանադրական բարեփոխումների փոփոխությունների հետ հայցակարգը պատրաստ լիներ, հետո պետքա նախագիծը սահմանադրության տեքստի պատրաստ լիներ։ Այդ ժամկետները խախտեցին իրենք։ Դրանից հետո այդ վարչապետի որոշման մեջ փոփոխություն են անում, էլի ժամկետներ սահմանվում։ Հիմա արդարադատության նախարարը, տեսեք, միշտ սահմանադրական փոփոխություններ, որ երկրներում լինում է, մինչև բուն սահմանադրության տեքստ, օրինակ այս նախագիծը, որ մեզ արտահոսք ա եղել, տեսնում եք, ինքը նախագիծ է, այնա ինչ իրանք պատրաստում են անեն։ Մինչև նախագիծը մի հատ ընդհանուր տեքստ, հայեցակարգ է հրապարակվում, ընդհանուր շարադրողական փոփոխությունների վերաբերյալ տեքստ է։ Այս հայեցակարգերը ընդհանուր նախագծում են իրանք ինչ են պատրաստում անել, հասարակությանն են զեկուցում ինչ են պատրաստում անել, հատկապես սահմանադրությունների ժամանակ։ Մեր երկրում արդարադատության նախարարը ասաց, որ ինքը գտնում է, որ հայեցակարգի անհրաժեշտությունը չկա, ասում եմ, իրավական ակտով նախատեսված պահանջ էր, խախտելով վարչապետի որոշումը ու անցնում են բուն նախագծի վրա աշխատանքի։ Եվ մյուս ամենակարևոր քաղաքական նյուանսը ասեմ, մինչև 2024 թվականի հունվար
այս իշխանությունը խոսում էր սահմանադրական փոփոխությունների մասին։ Այսինքն ոնց որ եղել է 2005 թվականին մեր սահմանադրությունը հարգելի հայրենակիցներ ընդունվել է 1995 թվականին։ 2005 թվականին եւ 2015 թվականին բավականին ծավալուն փոփոխություններ են տեղի ունեցել։ Ըստ էության 2015 թվականին տեքստը նոր շարադրմամբ է տրվել, բացի անփոփոխելի դրույթներից։ Անփոփոխելի են սահմանադրության նախաբանը եւ սահմանադրության առաջին, երկրորդ, երրորդ հոդվածները։ Անկախության հռչակագիրը։ Այդ անկախության հռչակագիրը, ասում է, Անդորրայի արկղը նախաբանի մեջ է, որը անփոփոխելի է։ Այս քաղաքական ուժը 2018-ից մինչև 24 խոսում էր սահմանադրական փոփոխության մասին։ Մեկ էլ 2024 թվականի հունվարին Ադրբեջանի նախագահը խոսում է, որ Հայաստանը պարտավոր է փոխել իր սահմանադրությունը ու հրաժարվել անկախության հռչակագրի հղումից։ Անմիջապես մի շաբաթ չանցած Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի Հանրապետության վարչապետ, ասում է, վերջ, մենք ոչ թե այլևս սահմանադրական փոփոխություն ենք անում, այլ մենք նոր սահմանադրություն ենք ընդունելու։ Հասկացաք, չէ՞։ Մի անգամից թշնամական հակառակորդի թելադրանքով ներքին հիմնարար իրավական ակտի փոփոխություն։ Տեսեք, այստեղ լրջագույն վտանգ կա, որովհետև կա աշխարհում Վենետիկի հանձնաժողով։ Այս կառույցը ուղղված է երկրներում հատկապես սահմանադրական փոփոխությունների գործընթացներին հետևելուն, դրանց իրավական բնույթին եւ այլն։ Վենետիկի հանձնաժողովի կարևոր sense կարմիր թելով, տարբեր աշխարհում ինչքան երկրներ կան, որտեղ տեղի ունեցել, ուղղակիորեն պարտադիր պահանջներ կան, իր բոլոր կարծիքների մեջ, որ երբեք չի կարող երկրի բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող փաստաթուղթը սահմանադրությունը դառնա արտաքին սպառնալիքի առարկա, դառնա քաղաքական շահարկման առարկա, այսինքն սպառնալիքի ներքո ստիպի մի պետությունը մյուս պետությանը ստիպի փոխել իր սահմանադրությունը, սա անթույլատրելի է։ Երկրորդ, Վենետիկի հանձնաժողովի մյուս կարծիքը, որ կարմիր թելով անցնում է, ասում է սահմանադրական փոփոխությունների գործընթացը պետք է լինի թափանցիկ, պետք է լինի հանրային հաշվետվողականության սկզբունքի ներքո, պետք է լինի մասնակցելիության սկզբունքի ներքո։ Ասեմ ավելին, այս սկզբունքները նաև հենց այս բային գործող վարչապետի որոշման մեջ են շարադրված։ Բայց 8 տարի է մենք օրակարգում ունենք սահմանադրական փոփոխության, նոր սահմանության օրակարգ ու պաշտոնապես գեթ 1 հոդված մեր հանրությանը չի տրամադրվել։ Չի իրազեկվել, ինչ են ուզում փոխել։ Որ մենք հասկանանք ինչ են իրանք փոխում։ Օդի մեջ կախված 1-2 տենց շարադրանք կա, սենց 1/8-ի փակ գործընթաց մեր երկրում երբևիցե տեղի չի ունեցել սահմանադրական փոփոխության ու էտա սյուրը, էտա զավեշտը, որ այն քաղաքական ուժը, որ իրան ամենատենց ժողովրդավարության բաստիոնն է հայտարարել, որ ամենաթափանցիկն ու բացը ժողովրդի ու անդադ ապավինում է ժողովրդի կամքին, ժողովրդի քվեին, ժողովրդի ձայնին, ամենաշատն է արհամարում ժողովրդին, ամենաշատն է ժողովրդից գաղտնի գործընթացներ մեկնարկում, ամենաշատն է թիկունքից հարվածում մեր ժողովրդին ու հուսախաբանում մեր ժողովրդին։ Այստեղ այս իրավիճակում կարող ենք գնահատական տալ, այս գործելավոճը իրավական գործընթացների շրջանցելու գործելավոճը բացառապես սեփական իշխանությունը եւ սեփական քաղաքական ուժին այդ իշխանության այդ աթոռի վրա պահելու գործընթացը անվանում են ուղի դեպի ավտորիտարիզմ։ Մենք օրեցօր տարբեր կարմիր գծեր են հատվում, մոտենում ենք այդ կառավարման ռեժիմի, պետական ռեժիմի ձևախեղման։ Մի հատ էլ բան ասեմ ու անցնենք այլ հարցերի քննարկմանը, ժողովրդավար ու իրավական պետությունը դեռևս Մոնտեսքյոյի լոգի ժամանակներից եկած կա սկզբունք իշխանությունների տարանջատում։ Սկզբում օրինակ հայտնագործվեց երկու ճյուղ օրենսդիր, գործադիր, հետո դատականը ավելացված, այս 3 իշխանության ճյուղերը պետք է լինեն տարանջատված եւ իրար զսպեն հակակշռեն, մեկը մի գործառույթով մյուսին զսպի, մեկը մյուսին հակակշռի։ Սրանով թե ինչքան են իրանք տարանջատվածությունը ապահովում, ցուցիչ է թե ինչքան ժողովրդավար ու իրավական է այս երկիրը։ Մեր երկրում այսենց նախադեպ չի եղել, որովհետեւ
Առաջի անգամ է, որ մի քաղաքական ուժ, օրինակ հանրապետական կուսակցությունը երբեք բացարձակ մեծամասնություն չի ունեցել օրենսդիր մարմնում։ Առաջի անգամ է, որ չունենք կոալիցիան կառավարություն եւ մի քաղաքական ուժը ունի բացարձակ մեծամասնություն հերիք չէ, այլև խորհրդարանական կառավարման ձև ունեցող երկրում, երբ որ օրենսդիր իշխանությունը պետքա վերահսկի գործադիր իշխանությանը, օրենսդիր իշխանությունը դարձել է գործադիր իշխանության կամակատարի։ Իրանք ըստ էության միաձուլված են ու նաև հերթով գնաց, հա, դատական իշխանության վրա ներգործեցին, ոչ կամակատար դատավորների լիազորություններն են դադարեցնում ու ըստ էության սկսում են նաև վերահսկել դատական իշխանության թևը։ Սա ճանապարհը դեպի ավտորիտարիզմ։ Հիմա մենք կանք հենց այդ հարցին, ինչ եք կարծում Հայաստանի համար այդ կառավարման մոդելը, պարլամենտական կառավարման մոդելը ինչքանով է նպատակահարմար, որ այտենց մի ուժ չգալով իշխանության մի ամբողջ երկրի ղեկը չվրցնի իր ձեռքը ու ինչ ուզի անի։ Տեսեք, այս իրավիճակը, որում մենք այսօր գտնվում ենք, իրականում ոչ թե մեր սահմանադրական նորմերի կիսատությունից է, թերիությունից է, այլ այս վիճակի հիմնական խնդիրը նրանում է, որ այդ նորմերը, որը պետքա կատարվեն, չի իրագործվում։ Դա է խնդիրը։ Սահմանադիրը լուծումներ ունի, օրինակ, երբ վարչապետը հրահանգավորում է դատական իշխանությունը շրջափակել կամ գնում կանոնում է օրենսդիր մարմինը շրջափակում, որովհետև իր համար ոչ ցանկալի օրենք են փորձում ընդունել, այդ ժամանակ այդ վարչապետի նկատմամբ պետքա գլխավոր դատախազը գործառույթի իրավական գործընթացներ տեղի ունենան, իր լիազորությունները դադարեցվեն կամ կասեցվեն։ Մենք ճգնաժամային պայմաններում ենք ապրում, որովհետև պարբերաբար խախտում են սահմանադրական նորմեր եւ հետևանք չի ունենում այդ խախտումը, վրա չի հասնում պատասխանատվությունը ու այդ ամենաթողության վիճակ այդ վակխանալյանա ստեղծում ճգնաժամ մեր երկրում թե քաղաքական ճգնաժամ է, թե սահմանադրական ճգնաժամ է, որովհետև սահմանադրական նորմերը չեն կատարվում։ Այս կետին անդրադառնանք անկախության հռչակագիր։ Խոսացինք, թե ինչքան կարևոր է անկախության հռչակագիրը ու որ անկախության հռչակագիրը վեր սահմանադրական փաստաթուղթ է, ոչ մեկ չի կարա անկախության հռչակագրին կպնի, որովհետև ինքան անձեռնմխելի է։ Ու դրա մասին նաև խոսած Արդարադատության նախարարը, եթե կհիշեք, ասաց անկախության հռչակագիրը մենք չենք կարող ուղղակի վերցնենք ու հանենք սահմանությունից, ու դրանից մի ժամ հետո Նիկոլ Փաշինյանն է մտնում եթեր, ասում է, չէ, չպիտի լինի անկախության հռչակագիրը մեր սահմանության մեջ, իդեպ որ դրանից խոսացինք, հիշեցի եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը, հիշում եք Փաշազադեի հայտարարությունից 2 օր չանցած Նիկոլ Փաշինյանն ակտիվ գործողություններ եկեղեցու նկատմամբ ստեղծեց, հիմա էլ նույնը սահմանության հետ կապված անկախության հռչակագրում միանգամից 2 խնդրահարույց կետ է հանվում Ադրբեջանի ու Թուրքիայի համար, առաջին այդ հենց անկախության հռչակագրի նախաբանն է, որտեղ խոսում է Արցախի ժողովրդի իրավունքների մասին, սատարկ կանգնելու մասին, եւ անկախության հռչակագրի 18-րդ կետի մասին, ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի։ Սա ուղիղ ցուցիչ է, չէ, որ այս իշխանությունները փաստացի կատարում են արտաքին հրահանգներ։ Նախ ինչպես արդարացիորեն ասացիք, անկախության հռչակագրերը պետությունների համար անշահարկելի փաստաթղթեր են։ Նաև Ադրբեջանը չէ ունի անկախության հռչակագիր, որը կարող է խնդրահարույց լինի մեր համար։ Ինչի՞ չենք մենք էլ պատասխան։ Ոչ նաև սահմանադրություն, նույն սահմանադրության հետ կապված, ասեմ ավելի մի հետաքրքիր դրվագ, երբ Անտալիայում արտաքին գործերի նախարարների մակարդակով վեաժողով էր իրականացնում, այնտեղ փորձեց մեր արտաքին գործերի նախարարը տենց կմկմալով ասել, բա որ մենք սկսենք ձեզ ասել դուք սահմանադրություն փոխեք, դուք չէ ունեք տարածքային պահանջներ։ Դա շատ ցավալի արձանագրում է, որովհետև իրենք այն վիճակի են հասցրել ու իրենք մեզ են ներկայացնում, որ այո, մեզնից ամեն ինչ պահանջում են, մեզ թելադրում են իրենց կապքը ու պատահական չէ այդ զուգահեռները, հա, որ Ալիևը խոսում է, Փաշինյանը ասում է գործի, շարունակում է իր հանձնարարականի կատարումը, Փաշազադեն խոսում է, Փաշինյանը ասում է գործի, շարունակում է հանձնարարականի կատարումը, բայց այդ հանձնարարականների կատարումը շատ բարձր արժեք ունեն մեր համար, բարձր արժեք ունեն մեր ժողովրդի համար ու վերջում կարող են ճակատագրական լինել։ Տեսեք, անկախության հռչակագրերը, ինչ ասեց, հա, նույն Փաշինյանը իր հայտարարություններից մեկում ասում է դա կոնֆլիկտածին փաստաթուղթ է։ Երկրի ղեկավարի կողմից
երկրի ծննդյան վկայականին տենց անվանարկում տալը, դա արդեն ըստ էության անթույլատրելիության հերթական սահմանագծի հատում է, որովհետև այո, անկախության հռչակագրերը տվյալ պետության ծննդյան վկայականն են ու անկախության հռչակագրերը ոչ թե կոնֆլիկտ են ծնում, այլ կոնֆլիկտների հաղթահարման արդյունք են, որովհետև տվյալ ժողովուրդը պայքարել է իր անկախության համար ու հաջողության է հասել այդ պայքարում։ Այդ ամբողջ աշխարհում ատես ու չկա նախադեպ, որ երկրի ղեկավարությունը խաղարկի, շահարկի իր անկախության հռչակագիրը։ Պետությունները տոնում են անկախության հռչակագրի ծնունդը, պետությունները փայփայում են, մեծագույն հարգանքով են վերցնում, որովհետև անկախության հռչակագիրը դա մեր հիմնադիր նախահայրերի պատգամն է, դա մեր հիմնադիր նախահայրերի մեր ժառանգությունն է թողված մեզ, դա ստեղծված պետականության իրավական հիմքն ու ակունքն է, ու երբ որ մենք թույլ ենք տալիս այսօր խաղարկել անկախության հռչակագիրը, մենք խաղաքարտ ենք թշնամուն տալիս հետագայում օրինակ հարցականի տակ դնել, հա, արդյոք Հայաստանի Հանրապետությունը պետական միավոր է։ Մեր պետականության գոյի հարցն է դրվում, ինչպես եկեղեցուն հարվածելու արդյունքում, այստեղ բնավ, հա, մեր հանրությանը պետք է բացատրել, Նիկոլ Փաշինյանի խնդիրը հոգևոր հայրերի հետ չէ, վեհապար հոր հետ չէ։ Նիկոլ Փաշինյանը հարվածում է եկեղեցուն։ Եկեղեցու հետ է։ Եվ երբ որ հարվածում են եկեղեցուն սահմանադրորեն ազգային եկեղեցու բացառիկ կարգավիճակ է ստացել ու դա պատահական չէ, եւ այդ բացառիկ կարգավիճակի հիմնական առաքելությունը հայկական ինքնության պահպանումն է, այսինքն եկեղեցին մեր հայ լինելն է պաշտպանում։ Երբ որ խփում են, հարվածում են եկեղեցուն, մեր հայ լինելուն են հարվածում։ Ու պատահական չէ, օրինակ ես ընկերներ ունեմ, ովքեր դավանանքով չունեն, հա, որոշում, որ իրանք հայ են, բայց քրիստոնյա չեն, հա, աթեիստ է մեկը, տենց տարբեր հայացքներ ունեն։ Բայց երբ եկեղեցու վրա հարձակումը մեկնարկեց, ամենահավատացյալից է առաջ էին կանգնած եկեղեցու պաշտպանության գործում, որովհետև իրանք հասկանում են, իրանք չունեն որոշում, որ քրիստոնյա են, բայց ունեն որոշում, որ հայ են, եւ անթույլատրելի է, որ իրանք հայ լինելուն ինքնությանը հարվածեն։ Հիմա այդ զուգահեռ իրականությամբ է, երբ որ քո անկախության հռչակագրին են հարվածում, քո պետականության լինել չլինելուն են հարվածում։ Պետքա որոշենք, մենք ուզում ենք ունենալ Հայաստանի Հանրապետություն, թե մենք պատրաստ ենք զիջենք այս պետությունը, որը կրկին ընդգծում եմ, մեզ մեր նախահայրերի արյամբ ա տրվել, կամքով ա տրվել։ Դա բացարձակ արժեք է, որովհետև մենք աշխարհում տեսնում ենք, հա, օրինակ ամենայն հարգանքով քուրդը ազգը մեր եղբայրական, այդ մարդիկ պայքարում են պետականություն ունենալու համար ու երևի թե միայն Աստված չանե, այդ կարգավիճակում կարող ես գնահատել պետականության գինը, այն էլ մեր Հայաստանի Հանրապետության, որ այսքան փոքր լինելով, այսքան խնդիրներ ունենալով, թշնամական պետություններով շրջափակված լինելով, փակ սահմաններ ունենալով, պատերազմական իրավիճակ ունենալով, հարևան պետությունները, ովքեր նկարտումներ ունեն մեր պատմական տարածքների նկատմամբ, մենք պատվով այս տասնամյակներով գոյատևել ենք ու աշխարհին մեր խոսքն ենք ասել ու ընկալված ենք եղել աշխարհի կողմից։ Ու եկավ մի քաղաքական ուժ ու այդ բացարձակ ճշմարտություններն ու ձեռքբերումները քամուն տվեց ու սկսեց կասկածի տակ դնել։ Սա է հիմնական կարմիր գիծը, որը այլևս չենք կարող թույլ տալ հատել։ Այս վերջին փոփոխությունների ժամանակ նաև ի հայտ դարձավ, որ 113-րդ հոդվածն է ջնջած, ինչ ասում 113-րդ հոդվածը, որ այլևս ազգային ժողովի падգամավորները իրավունք չունեն հարցը պատասխանով դիմել կառավարությանը։ Բացի այդ կա 205-րդ հոդված, որը նույնպես ըստ ԿՊԱ-ական նոր սահմանադրության կառավարության ու ԱԺ-ի հարաբերություններն է կարգավորում ու այնտեղ ազգային ժողովի դերը խիստ նվազում է։ Հիմա նայեք, փաստորեն ունենք մի իրավիճակ, որ ասացիզ մարդիկ զավթել են պետական իշխանություն, իրանց ցանկացած իրանց հարմարեցված օրենք գրում են, սահմանափակում են մարդկանց իրավունքը եւ օրինակ ուժեղ Հայաստան կուսակցությունը արդեն դաշինքի հետ կապված փոփոխություններ կատարեցին ու Սամվել Կարապետյան անուն ազգանունը զուտ այդ դաշինքի անվանումից հանելու համար մի ամբողջ օրենք փոխեցին արտահերթ կարգով։
Օրինակ ես հենց հիմա ազգային ժողովի այսօր համընկավ, հա, մեր ոդքասթը, գալիս եմ ազգային ժողովի դիմացից, երեկվանից որ մարդիկ հասկանան, հա, տեղից անհավասար պայմաններ է, տեղից ողջ իշխանական ռեսուրսով մեր քաղաքական ուժի եւ մեր առաջնորդի դեմ պայքարում են, տեղից մեր ուժի Հայաստանի առաջնորդ Սամվել Կարապետյանը շուրջ 10 ամիս է քաղբանդարկյալ է ու հերթական հայ չէ, հանցագործ չի, բացառիկ հայ մարդ է, հա, ով ծնվելով Հայաստանում գնացել աշխարհի 100-200 հաջողակների, կայացածների շարքերն է համալրել ու այդ իր հենց բացառիկությունը միշտ ասում եմ, հա, դա ֆինանսական կարողությունների մասին չէ, այդ մարդու կառավարչական հմտությունների, հաղորդակցման հմտությունների, հա, իր բացառիկ մտածողության մասին է խոսում։ Դա արդեն այլ պատմություն է, թե այս մարդը գնալով աշխարհում այդ բարձունքների հասնելով ինչ կարգի, ինչ աստիճանի է մնացել հայրենիքի հայ մարդու կողքին ու ասում եմ իմ անձամբ քաղաքական կուսակցության անդամ դառնալու հիմնական պատճառը դա է, որովհետև ես երախտապարտ եմ։ Ես երախտապարտ եմ Սամվել Կարապետյանին, որովհետև գնացի փորձեցի գույքագրել իր բարեգործությունները ու տեսա որ չունեն իրենք գույքագրած։ Այդ մարդը արել անցել առաջ, բայց երբ որ ինչ կա գոնե հողի վրա փորձում ես հավաքագրել, տեսնում ես որ տասնյակ հազարավոր մարդիկ ուղղակի ապրել են այս մարդու շնորհիվ, հա, տարբեր ամենադժվար կացությունների, հեշտ կացությունների միջավայրում ստացել են այդ աջակցությունը, երիտասարդները, ովքեր ունեին պոտենցիալ, հնարավորություն են ունեցել աշխարհի լավագույն բուհերում սովորելու, top 10-յակում, հա, այդ բացառիկ հնարավորությունը տրվել է իրենց Սամվել Կարապետյանի շնորհիվ։ Ու այս նման մարդկանց իրենց ազգերը պետությունները ձեռքերի վրա են կրում, գնահատում են, երախտապարտ են լինում։ Մեր երկրում քաղաքական նպատակահարմարությունից ելնելով Սամվել Կարապետյանը արդեն 10 ամիս քաղբանդարկյալ է, բայց իր բացառիկությունը նաև այստեղ է դրսևորվում, հա, մենք այն բացառիկ քաղաքական ուժերից ենք, որ անգամ ազատազրկված լինելով իր վարկանիշը օր-օրի աճում է, բացառիկ հանրային աջակցություն ունի, մենք այս պայդրությամբ հանրային աջակցություն ունեցող առաջատար քաղաքական ընդդիմադիր ուժն ենք ու տեղից անհավասար պայմաններում է մեկը 3 հայտնվում է մի հատ նախագիծ պատահական ազգային ժողովի կայքեջում որով իրենք արդեն մենք ընդգծենք հա լսանի համար մենք մարտի 31-ին կնքել ենք հուշագրեր ու հայտարարել ենք որ հանդես են գալիս ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինք անվանումով։ Դա օրենքով թույլատրված կանոն է։ Ես անգամ 3 մուտք եմ արել կենտրոնական ընտրական հանձնաժողով այս դաշինքի անունով հանդես գալու ու դրա լիազոր ներկայացուցիչը լինելու օգտահաշիվ ստանալու դիմումը որ պետք է այսօր ըստեյության բավարարվեր։ Ընդհանրապես մնացել է դիմումների մուտքագրման օրվան մեկնարկի ապրիլի 13-ին է սկսելու մի քանի օր Եվ 6 օր մնացել տառացի ու այս մարդիկ 3 երեկոյան դնում են կայքեջում նախագիծ, որ այսօր արտահերթ եղանակով փոփոխություն են ընտրական օրենսգրքում անելու։ Ընտրական օրենսգրքի այդ փոփոխությամբ մեր համար հատուկ անվանական ընդունված նախագիծը ու արտահերթ նիստ է։ Ինչ են ամել չխոսամ այդ նիստի իրենց ցածրորակությունը, հա, այդ էլ մի հատ ուրիշ ժանրից է, երբ պաշտոնատար անձինք իրենց թույլ են տալի ազգային ժողովի բարձր ամբիոնը օգտագործել հա տենց մանիպուլատիվ, էժանագին, անվանարկող ելույթներով։ Ու իրենք խառավության խորհրդի նիստեր լինելու առաջ երկրորդ ընթերցումը ասի ու ըստեյության ընդունեն։ Տեսեք, սա այն աստիճան հակաժողովրդավար ու հակաիրավական է, որ բացատրելի չի։ Վենետիկի հանձնաժողովը ունի հատուկ լավագույն ընտրական գործընթացների լավագույն վարքագծի կանոնակարգ, որով արգելում է ընտրական process-ից 1 տարի առաջ խաղի կանոն փոխել, փոփոխություններ նման կատարել։ Դա արված է ընտրական գործընթացի կայունությունն ապահովելու, կանխատեսելիությունն ապահովելու։ Հիմա պատկերացրեք, հա, օրինակ հիմա մի հատ քաղաքական մեկ այլ ուժ է, մի հատ հրապարակում անուն, որը ցեն սուպեր հետաքրքիր աշխատող անուն է լինում, կամ ծրագիր է ներկայացնում, որ ցեն սուպեր ծրագիր է, քաղաքական ուժը անդադ տենց պայմանավորված իրավիճակով քաղաքական ուժերով մեկ էս հոդվածնա փոխում, մեկ են հոդվածնա փոխում, մեկ են դա վակխանալի է, սա հակաիրավականության ինչ որ էպոպեան է։ Ու ասեմ երեկվանից ես միջազգային գործընկերներին եմ գրում, բոլորը ապշած են, շատ ուրախ եմ որ
անմիջապես արձագանքել են, այո, արձագանք կա, հուսով եմ ավելի գլոբալ ու կտրուկ կդառնա այդ արձագանքը, բայց իրենք մի բան են ցույց տալիս, հա, որ վախենում են։ Եթե չվախենային, սրա կարիքը չէր լինի, այսինքն իրանք գիտեն, որ հողի վրա խնդիր ունեն մեր քաղաքական ուժի մեջ, բայց սա էլ է խախտում։ Խախտումները միայն ընտրության օրը հունիսի 7-ին չեն լինելու։ Այս նախնական միջամտությունները օրենսդրական փոփոխությունների տեսքով խախտում է, որովհետև մենք արդեն մշակել ենք օրինակ ծրագիր, հա, քարոզչական։ Իհարկե, կեղծիք է միջամտությունը խախտում է ընտրական ծիրի, ընտրական գործընթացի։ Մենք ունենք, ասենք, տենց լավ անունենք մտածել, դրա հիման վրա արդեն օրինակ տպագիր նյութեր ունենք, դրա հիման վրա քարոզչություն ենք կառուցել։ Իրանք ամբողջ քաղաքական ուժի ընդամենը մի քանի օր առաջ հետագա ընթացքը փորձում են կատվածահար անել։ Կրկին եմ ընդգծում, սա ցույցիչ է նրա, որ իրենք տեղյակ են թվերից, որ խնդիր ունեն հողի վրա վերընտրվելու, ունեն երկրորդ վախեր ունեն այս քաղաքական ուժից, որովհետև տեսնում են մեր աճող վարկանիշը, երրորդ օքեյ, հիմա դուք չեք կաշկանդում օրենքով, ձեզ անդադ խախտում եք թույլ տալի, մենք մեզ կաշկանդում ենք, լավ, էս էլ ընդունեցիք, այնուամենայնիվ մեկը տապալվելու եք, որովհետև դա ընդամենը այդ մեկ օրը հանդես էր գալու, որևէ մեկը մեզ չի կաշկանդում, հա, Սամվել Կարապետյանի անվամբ ու չի կարող կաշկանդել մեր քաղաքական առաջնորդի նկարով անունով հանդես գալուց, որովհետև տեսնում եք, սկզբում նկարների, երբ նոր էր ձերբակալվել, պաստառներ են փակցնում, կռիվ էին անում, գնում բոկում, տանում են, միաժամանակ հակաիրավական ստեղծել։ Հետո սկսեցին լռության հետ կռիվ տալ, Նիկոլ Փաշինյան դե կարդա, դե գրի, հեռախոս ուղարկ, երկրի վարչապետ է, նոնսենս, գիտի որ մարդը խափանման միջոցների ներքո է, իր հրահանգավորմամբ չի կարող խոսել ու մարդկանց մանիպուլացնում է, սադրում է, հասկանում եք, սադրում է, որ մարդը սահմանափակումը խախտի ու հիմա էլ մարդու անվան հետ են կռիվ տալիս։ Բոլոր կռիվներում տապալվում են ու տապալվելու են։ Նայեք, ասացիք, որ վախեր ունեն իշխանությունները, ինչը ակնհայտ է, հիմա վերջին հարցս, մոտենանք դրան, եթե իշխանությունները չգրանցեն ձեր քաղաքական ուժը, ինչ քայլեր եք ձեռնարկելու, արդյոք նման սցենարը հավանական եք համարում։ Տեսեք, ես համոզմունք ունեմ, որ գրանցելու են մեր քաղաքական ուժին, բայց արդեն տեսեք, դա նույնիսկ գրանցման գործընթացին միջամտեցին։ Մենք գրանցվում էինք արդեն այս անվամբ, ես առաջի քայլը արել էի։ Հիմա թղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողովում, այո, մուտք եմ արել արդեն, process-ը մեկնարկվել է գրանցման այս անվամբ։ Իրավունք չունեն հրապարակել, ընդհանրապես իրավունք չունեն այս փոփոխության, բայց առավել եւս անվան հրապարակումից հետո իրավունք չունեն sense միջամտության։ Բնականաբար ես մշտապես համոզմունք անձամբ ես մեր թիմն էլ ունեցել ենք, որ դժվար խնդիր ծագի մեր գրանցման հետ կապված, բայց իհարկե հակառակ իրավիճակը դիտարկել ենք։ Բայց նաև մտավախություն կա, որ հնդածս կարող է գրանցումից հանեն։ Այդ բոլոր սցենարների համար մենք ունենք մեր պատկերացումները, սահմանադրաիրավական ճանապարհների ու շրջանակների ներքո։ Իհարկե, բայց այս բոլոր քայլերով իրենք ապալեգիտիմացնում են ընտրական գործընթացը։ Իրենք ոչ միայն ցույց են տալիս ու արձանագրում են, որ խոցել են արդեն պարտվողական տրամաբանության մեջ են, իրենք նաև արձանագրում են, որ իրենք հակաիրավական ճանապարհով են ընտրության գնալու ու այդ ընտրության արդյունքները շատ հավանական է, որ ամբողջ աշխարհի համար կասկածելի դառնան։ Իսկ հայ ժողովրդի համար անընդունելի մի բացարձակ ճշմարտություն կա։ Ցանկացած միջամտությունը մարդու քաղաքական կամքին Հայաստանի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող քաղաքացու անթույլատրելի է եւ մենք գալիս ենք երաշխավորելու, որ մարդկանց քվեն տեղ հասնի ու մարդիկ այս սրանից օրինակ որպես քաղաքացի եմ ես վրթովում։ Մարդիկ պետք է գնան տեղամասեր եւ իրենց ձայնը ասեն։ Ժողովուրդ, եթե դուք որևէ մեկին չեք վստահում, ասում եք մեկ ասա սենցան անենցա կամ իմ ձայնը որոշիչ չէ, ոչ սխալվում եք, ձեր ձայնը որոշիչ է։ Եթե դուք չեք գնում տեղամաս ընտրության, որոշում է ձեր կյանքի, ձեր ապագան, այն մարդը ով գնում է տեղամաս։ Այնպես որ խնդրում եմ ակտիվ եղեք եւ անպայման որպես քաղաքացի ձեր քաղաքացիական պարտքը, քաղաքական իրավունքը իրացրեք։ Բացի դրանից մի հավելում էլ անեմ, հիմա ԿՊ-ն շատ ակտիվ սկսել է աշխատել, հատկապես մարզերում,
մարդկանց են ուզում համոզեն, տանեն ընտրեն։ Ճնշել, մարդկանց ճնշումներ են տեղի ունենում, վախեցնել ձերբակալություններով, սկսել են արդեն, չգիտեմ, հակը կոռուպցիոնից վրա նամակներ ուղարկել։ Բայց ասեմ, այդ գիտեք, չէ, այդ վախի մթնոլորտը չի ասնում, որովհետև իրանք լրիվ նախկին դարձան։ Իրանք ասում են, հա մենք նախկիններ չենք, քաղաքացին ազատ կամ արտահայտությամբ կանանք։ Հա, այս հակառակն է ասում, մարդկանց ավելի է բարկացնում, չի վախեցնում, բարկացնում է։ Բացի այդ մարդիկ պետք է գիտակցեն, որ այդ խցիկում իրանք մնալու են իրանց խղճի հետ միայնակ, այնտեղ ոչ մեկ չի իմանալու, թե դուք ում եք ընտրել։ Հարգելն ես, եթե ձեզ հանկարծ ասում են, որ տեսա խցիկա լինելու նկարելու ենք, նայելու ենք կամ դու նկարի, մենք անձամբ բոլոր 2000 ընտրատեղամ ասում են լինելու ենք ու բացառելու ենք որևէ վերահսկողությունը քվյա խցիկում։ Դուք մնալու եք ձեր կամքի հետ, որևէ մեկը չի տեսնելու։ Այո։ Շնորհակալություն Տիկին Մելոյան, լավ զրույցի համար եւ վերջում կարծիքս ասեմ, ես կարծում եմ, որ հունիսի 7-ին ինչ էլ լինի, ԿՊ-ն իրան պարտված չի համարի։ Շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ։